Համաձայն եք Փաշինյանի հետ, որ Թրիփով Ամերիկան 100 տարով երաշխավորում է Հայաստանի գույնը։ Այո, ոչ մեկ եք համաձայն։ Ես չունեմ ոչինչ ասել։ Դե որ ասում է, ուրեմն ճիշտ ասում, մարդը սուտ չի ասում, հա, համաձայն եմ։ Երևի ճիշտ է ասում, ինչ ասեմ, ոնց ասեմ, չգիտեմ։ Քաղաքական ոչ մի հարցի չեմ պատասխանում եւ կապ չունեմ քաղաքականության հետ։ Վատ բան չեմ ուզում ասել, լավն էլ ասելիք չունեմ։ Ոչ։ Թակարակը մենք Պարսկաստանի հետ խնդիրներ ենք ունենալու։ Ամերիկան եթե նստեց ստեղ, այդ Պարսկաստանի համար է գալիս։ Իսկ դա մեզ համար շատ վտանգավոր է։ Նա Փաշինյանի ոչ մի որոշման հետ ես համաձայն չեմ։ Լրիվ հակահայկական քաղաքականություն ավարում, այնպես որ ոչ մի բանի հետ համաձայն չեմ։ Ոչ իհարկե։ Ինչու՞։ Տրամաբանական չի, որ իհարկե ոչ։ Ինչի՞ պիտի Ամերիկան 5000 տարի կիլոմետր ընդ շումի բանապահում։ Դու ինքը իր սահմանները մի հատ նորմալ պայի։ Հետո կտեսնենք, մեր սահմանը կպայի թե չէ։ Փաշինյանը եկեք չխոսամ էլի ավելի լավ է։ Բայց համաձայն եք իր հետ։ Իհարկե ոչ, ոնց կարելի է այդ համաձայն լինել։ Ոնց կարելի է ընդհանրապես ինչ որ իր ասած այդ համաձայն լինել։ Ինքը այսքան ժամանակ դեռ մի ճիշտ բան չի ասել։ Ինչ որ ասել, ինչ նախընտրական խոստում եւ այլն որ տվել է, սա սուտ է։ Ոչ մանը չի արել, ոնց կարող ինքը ինչ որ մի բան ճիշտ ասի։ Բայց ասում եք խաղաղություն է վերել։ Գիտեք, այդ իրանց պայմանագիրը որ կար, պրոստը Թրամփը մի հատ լավ կենաց էր ասել, Փաշինյանն ու Ալիևն էլ տակը ստորագրեցին, դի խաղաղության պայմանագիր չի։ Համաձայն եք Փաշինյանի հետ, որ Թրիփով Ամերիկան 100 տարով երաշխավորում է Հայաստանի գոյությունը։ Ես մասնագետ չեմ, մասնագետներին հարցրեք։ Ես ինչ իմանամ գրքի որ երեսն է ճիշտ, որ երեսն է սխալ։ Ճիշտ հասկացեք ինձ։ Բայց դուք այդ մտքի հետ համաձայն եք, որ Ամերիկան մեր Հայաստանի գոյությունն է երաշխավորում այդ Թրիփով։ Ես ճիշտ ասած գտնում եմ, որ մենք մեր մեջ ուժ պիտի ունենանք, մեր հույսով ապրենք, մեզանով ապրենք, մեզանով արարենք, առանց որևէ հույս կապելու որևէ մեկի հետ։ Երբ որ մենք ուժեղ լինենք, հզոր լինենք, ինչպես օրինակ ասենք Իսրայելը, մեր հետ հաշվի կնստեն, թե չէ մի աթոռից մի աթոռի փախչելը, մեկին թողնելը, մյուսին նստելը, ես այդ քաղաքականությունը ճիշտ ասած չեմ հասկանում։